Պարոն Անանյան, ինչ հիմնական ռիսկեր եք տեսնում հատկապես իրավական և ժողովրդավարական առումով ռիսկերը բազմաթիվ են, բայց մինչև իրավական ռիսկերը եւ արդարադատության հետ կապված ռիսկերի մասին խոսել, մենք ընդհանրապես պետականությունը եւ պետությունը պահպանելու ավելի մեծ ռիսկ ունենք։ Ինչու՞, որովհետեւ այս իշխանությունների վերարտադրության պարագայում ըստ էության լայն թափով իրականացվելու է Ադրբեջանի ռազմավարական ծրագրերը։ Իսկ Ադրբեջանի ռազմավարական ծրագրերի հիմքում ընկած է ինչը, որ Հայաստանի Հանրապետությունը թեկուզ եւ դե յուրե չկորցնի իր պետականությունը, այսինքն ստատուսը, այլ դե ֆակտո ինքը դառնա, այսպես ասած, խամաճիկային պետություն։ Հետևաբար մենք պետք է նախ վերագտնենք մեզ, վերականգնենք մեր պետականության հիմքերը, վերադառնանք մեր ակունքներին, գաղափարական եւ պատմական առումներով մի հատ վերաիմաստավորենք մեր ընդհանրապես ուր ենք գնում եւ ինչ ենք անում, իսկ դրա համար պետք է մեզ շատ հրատապ ձևով թոթափել այսօրվա իշխանությունների այս բեռը, ձևավորել ազգային իշխանություն, ազգային կառավարություն եւ գնալ առաջ։ Դրանից հետո նոր կխոսենք իրավական ռիսկերի մասին, արդարադատության մասին եւ այլն եւ այլն։ Պարոն Անանյան, նշեցիք, որ այսօր առաջնային խնդիրը պետականություն պահելու խնդիրն է։ Ինչ վտանգների առաջ է կանգնած մեր պետականությունը, որ ասում եք, որովհետև իշխանությունը ասում է տերորի են ենթարկում ժողովրդին, խաղաղության են գնում, բայց ասում են պետականություն պահելու խնդիր կա, ասում է ընդդիմությունը ժողովրդին տերորի է ենթարկում։ Դե տեսեք, իրենք Քարոզ Արշավի տրամաբանության ներքո են, հետևաբար իրենք այդ խոսույթը պետք է ասեն։ Եվ ընդհանրապես ժողովրդին ասում են, որ նայեք, այս ամբողջ ընդդիմությունը լրիվ լալահարաշ ձևով վատ բան է գուշակում կամ կանխագուշակում մեր ապագայի մասին, բայց տեսեք, կա խաղաղություն, կա սահմաններին չեն կրակում։ Ընդդիմությունը ասում է, որ պետականություն կորցնելու Ներողություն եմ խնդրում, բայց պետությունը ներկայացնող այսօրվա իշխանական խմբակի եւ հատկապես Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզը սկսվել է դեռևս 24 թվականի հունվարից։ Հետևաբար մենք 2.5 տարի գտնվում ենք պետական քարոզչության, նախընտրական քարոզչության շեմին։ Գիտեք, երբ որ են կախիչների եւ այդ ծորակի պատմության արդյունքում մարզպետներ ազատվեցին եւ այլն, այդ պահից մեկնարկը սկսվեց Քարոզ Արշավը։ Հետևաբար այն ինչ որ դուք ասում եք, դա իրականում Քարոզ Արշավի շրջանակներում է, պետական Քարոզ Արշավի շրջանակներում։ Եվ այս երկու տարվա ընթացքում, եթե դուք տեսնում եք կամ զգում եք, պետական ամբողջ համակարգը իր ֆունկցիոնալ պարտականությունները ըստ էության չի կատարում, որովհետեւ որոշումներ չեն կայացվում, ինչու բոլորը սպասողականի մեջ են, սպասում էին 26 թվականի ընտրություններին։ Այս տարվա հունվարից օրինակ ռազմաարդյունաբերության ոլորտին էլ սկի գումարներ չեն հատկացվում նորմալ, որոշակիորեն բաներ կա, պետական բյուջեի գումարների վերադասավորումներ կան, այսինքն ամբողջ պետական բյուջեի ծախսման տրամաբանություն է։ Վերջի 2 տարվա պետական բյուջեի նախագծման եւ այդ բյուջետային գործընթացում ծախսերի պլանավորման այս ամեն ինչը ներքին քաղաքական վերարտադրությունը ապահովելու միտումն է ունեցել։ Երբ որ ծախսային հոդվածներում կան բավականին ծախսեր, որոնք խնդրահարույց են մեղմ ասած, ֆոնդեր են բանանում, պետական պահուստը ահռելի նախատեսում է, դրանք են, այն ամեն ինչն է, որ մեր աչքի առաջ է տեղի ունեցել։ Հիմա մենք տերորի չենք ենթարկում, տեսեք, պետք է հստակ, եթե դուք ուզում եք իմանաք, թե այսօրվա իշխանությունը ինչ է անելու, պետք է հստակ տեսնեք, թե Ադրբեջանի նախագահը ինչ է ասում, ընդեղ պատասխանատուները, պատգամավորները Միլի Մեջլիսի կամ տարբեր խորհրդականներ, բարձր ստատուս ունեցող պաշտոնյաներ, ինչ են ասում եւ ինչպիսի կապագա են կանխատեսում Հայաստանի համար։ Դուք տեսեք, այնա ազնվորեն արդեն ներկայացում է այն ինչ որ այստեղ պետք է կատարվի։ Իսկ դա առաջին հերթին 300,000 ադրբեջանցիների իրենց ասածով վերաբնակեցման կամ արևմտյան Ադրբեջանի հայեցակարգը իրականացնելն է։ Եվ նաեւ այս խոսույթներում տեսեք Նիկոլ Փաշինյանը ինքը ինչ է ասում, ասում է որ մենք հայերի տեսակարգաշիռը բնակչության մեջ միշտ էլ այնպես չի եղել որ ավել է եղել, այսինքն ինքը կամած խոսույթներն է նախապատրաստում։ Ադրբեջանցիների վերադարձի հետ կապված վերջին անգամ Ալիևը երբ է այդ մասին խոսել, որովհետև ընդդիմությանն են թիրախավորում, ասում են ավելի շատ իրանք են այդ խոսույթը առաջ տանում, քան Ալիևը։ Ես մի վերլուծություն ունեի, այս տարի առնվազն 27 անգամ իրենց պետական
պաշտոնատար այդ ամբողջ պետական քարոզչական մեքենան խոսելը։ Եվ իրենք գիտեք ինչ են անում, դա նաև անում են հասարակական կազմակերպությունների միջոցով, այն հասարակական կազմակերպության միջոցով, որը հատուկ ստեղծվել է այդ նպատակով, այսինքն Արևմտյան Ադրբեջան հայեցակարգը ինքը պետական հայեցակարգ է, բայց իրականացման իրական քայլերը պետական հովանավորությամբ իրականացնում են հասարակական կազմակերպությունը եւ կոնկրետ այդ հասարակական կազմակերպությունները։ Դուք տեսեք ինչքան լսումներ են օգտագործում, ինչքան կլոր սեղաններ են իրանք անում, դուք տեսեք այդ կլոր սեղաններին ովքեր են մասնակցում, падգամավորներ են մասնակցում եւ Ալիևի աշխատակազմից նրա խորհրդականներն են եւ այդ ամբողջ խոսույթը իրենք միջազգային հանրությանը ուղղում են մարդու իրավունքների տեսանկյունից, որ մարդու իրավունքները խախտված են, դրանք պետք է վերականգնվեն։ Եվ տեսեք, այդ Արևմտյան Ադրբեջան հայեցակարգը ինքը միջազգային իրավունքով արդեն պարոն Թաթույանը իր շրջազրույցում արդեն ասեց, որ դա փակված է, այսինքն միջազգային իրավունքի տեսանկյունից դա իրագործելի չի։ Իրագործելու է միայն այն պարագայում, եթե այստեղի իշխանություններից կամք դրսևորվի եւ այդ համաձայնությամբ այդ վերաբնակեցումը ճակերտավոր ասած իրականացվի։ Հիմա մենք պետք է իրար հետ տեսնենք, այդ վերլուծությունն անենք։ Արդյոք այս իշխանությունները, որը մենք ունենք, այդպիսի կամք կդրսևորեն, կհրավիրեն այդ 300,000 ադրբեջանցիներին, թե չէ։ Եկեք հանրային քննարկում անենք ու հանրության կողմից այդ պատասխանը կլինի դրական։ Սա ընդդիմությունը չի, որ ասում է, սա ընդդիմության կողմից վերլուծությունների արդյունքում հանրությանը ներկայացող այդպիսի պատկերն է։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք։ Նաև ամիսներ առաջ ԿՓ վարչության նիստի ժամանակ էր, որ հայտարարվեց, որ ԿՊ-ի ռազմավարական առաջնահերթությունից է լինելու նաև այն Հայաստանի Հանրապետության 4-րդ հանրապետության հռչակումը։ Հիմա կարծես թե չեն խոսում այդ մասին եւ նաև իհարկե ծրագրում ներառել են, նախընտրական ծրագրում ներառել են եկեղեցու բարեփոխման մասին, բայց վեհապարին հեռացնելու անհրաժեշտություն այս պահին կարծես թե չեն տեսնում։ Հիմա սա ուղղակի քարոզարշավի արդյունքն է, թե ժողովրդին ինչ որտեղ նաև ուզում են ասեն, որ այս խնդիրները այլևս օրակարգում չեն։ 4-րդ հանրապետության հռչակումը եկեղեցու վեհապար հայրապետին հեռացնելու։ Այդ բոլորը ինչ որ թվարկեցիք, իրենց մտադրություններից օրակարգից դուրս չի եկել։ Ուղղակի քարոզչական առաջնահերթություններից ելնելով դրանք հետին պլան են մղվել, որովհետև իրենց հարցումներով իրենք տեսել են, որ ժողովուրդը այդ խոսույթին մեծամասնությամբ դեմ է։ Հետևաբար նախընտրական առաջնահերթություններից ելնելով իրենք չեն խոսում դրա մասին։ Եվ նաև հասկացել են կամ իրենց հասկացրել են, որ օրինակ ձեր նախընտրական քարոզչական այդ ծրագրի մեջ դրույթներ ուղղված եկեղեցու բարենորոգմանը, դա ուղղակիորեն հակասահմանադրական է եւ նաեւ քրեորեն պատժելի արար։ Այսինքն սա իրենց երևի ասել են եւ իրենք հասկացել են, որ դրա մասին չպետք է խոսեն։ Բայց այո, ծրագրում ներառել են եւ այդ ծրագրում ներառելը արդեն քրեորեն պատժելի բան է։ Նիկոլ Փաշինյանը մեր հարցին պատասխանեց, որ ժողովուրդն է որոշելու վեհապար հայրապետը հեռանալ, թե չէ, արդյոք եթե վերընտրվի այս իշխանությունը ժողովրդի կամքը Ոչ, տեսեք, ժողովուրդը չի որոշելու, ոչ էլ իշխանությունն է որոշելու։ Հայ առաքելական եկեղեցին 1700-ամյա պատմություն ունեցող ինստիտուցիոնալ ազգային կառույց է, ունի իր ներքին կանոնագրքերն ու իր կանոնները եւ ինքը իր ներքին բարենորոգումները պետք է իրականացնի ինքնուրույն։ Մենք որպես հավատավոր զավակներ կարող ենք այս կամ այն խնդրի վերաբերյալ մեր առաջարկները, մեր խնդիրների վերաբերյալ մեր տեսակետներն ասել, բայց որդիական խոնարհությամբ եւ սպասենք, թե ինչպես պետք է դրանք արձագանքի հայ առաքելական եկեղեցին եւ ինքը ինչպես իր ներսում կբարենորոգվի։ Եվ ես ասեմ, որ բարենորոգումները դրանք հայ առաքելական եկեղեցու ներսում դրանք շարունակաբար միշտ իրականացվում են, բայց դրանք մեր հավատավոր հայ ժողովրդի հետևորդների համար դրանք անտեսանելի են, դրանք տեսանելի չեն, հասկանում եք։ 4-րդ հանրապետության հռչակումը արդյոք ընդունելի է հայ ժողովրդի համար եւ արդյոք միջև վերջ գնալու է այս իշխանությանը, որ հաստատվի 4-րդ հանրապետություն եւ ինչ են ուզում փակել 4-րդ հանրապետության հռչակումը։ 4-րդ հանրապետությունը ինքը աբսուրդ
մի բան է եւ 4-րդ հանրապետության այդպիսի 4-րդ հանրապետության մեկնարկը կամ այդպիսի նպատակ ունենալը ըստ էության հենց նշած խամաճիկային պետություն ունենալու բանն է, որտեղ 4-րդ հանրապետության մեկնարկը կամ դրա կառուցման վերաբերյալ իրենց դիրքորոշումը ըստ էության վերաբերում է սահմանադրության փոփոխությանը։ Իրենք դա կապում են գաղափարական առումով, որ իրենք լեգիտիմ իրավունք ձեռք բերեն սահմանադրություն փոփոխելու, բայց մենք բոլորս գիտենք, որ այդ սահմանադրության փոփոխությունը տեղի է ունենում Ադրբեջանի պահանջով, որովհետև թե դրա նախաբանը չէ, նախաբանի փոփոխությունը, թե սահմանադրության մեջ այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերակատարության մասին դրույթը շատ ու շատ բաներ, որոնք ազգային բաներ են պարունակում, դրանք չեն լինելու։ Տարածքային Ադրբեջանի ասելով տարածքային այդպիսի պահանջների անոնսները, որոնք պարունակում են Ադրբեջանում, դրանք չեն լինելու։ Այսինքն դուրս է գալիս, որ 4-րդ հանրապետության վերաբերյալ այդ խոսույթը, այդ մեկնարկը ուղղակի նրա համար է այն շղարշն է, որով որ սահմանադրության փոփոխության պահանջն է իրագործվելու Ադրբեջանի։